Այս պահին ընթանում է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Դատարան տեղափոխվելիս լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը սարքած փուչիկը գործ է։ Գործի բաց կան հակառակը օլամանապարտ, որը թուղթը գրել է, որը եւ դեսպանները ներկա եւ նախկինը որը կան, որ բոլոր սարկած փուչիկը ոչ մի բան չկա։ Անդրադառնալով դատարանի բակում հավաքված իր աջակիցներին նա ասել է. «Լավ է լինելու չմտածեք»։ Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահ մարմինների խոզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը եւ դրան պատկանող մի շարք ընկերություններում։ Վաղ առավոտից ժամը 07:15-ի սկսված խոզարկությունները տևել են ավելի քան 12 ժամ։ Քննչական գործողությունների ավարտից հետո նա ձերբակալվել է եւ տեղափոխվել քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ Ծառուկյանը ներգրավված է 2022-2024 թվականներին առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթում, իսկ քննիչը դատարանի միջնորդել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել է նաեւ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավել են տարբեր կենդանիների եւ թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաեւ 3 առյուծ եւ 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղենապացույց եւ տեղափոխվել կենդանաբանական այգի։ Ըստ քննչական կոմիտեի ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս, իսկ առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել եւ հանձնել պատասխանատու պահպանության։ Միաժամանակ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ դրանք գնահատել է որպես քաղաքական հետապնդում։ Նրա խոսքով այն դեպքերում, որտեղ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, նրան դարձրել է մեղադրյալ։ Նախաքննությունը շարունակվում է, մինչ այդ գործում է անմեղության կանխավարկածը եւ ներկայացված մեղադրանքները դեռևս ենթակա են դատական քննության։